Ողջույն ճշմարտության ճանապարհի դեգերումներում պատահաբար իմ YouTube-յան ալիքը գտած YouTube-յան դիտորդ։ Ես Արթուրն եմ, վեդայական աստղաբան եւ տարո խորհրդատու։ Անցյալ հաղորդումը նվիրված էր եղել 1-ից 9 թվանշանների վերլուծությունը, իսկ այսօր շարունակելու ենք արդեն երկնիշ թվանշաններով։ Նումերալոգիան այս անգամ ընտրել ենք արևմտյան ուղղությունը, որը հիմնված է Տարոյի 22 ավագ արկանների գաղափարախոսության վրա, եւ անցյալ հաղորդման մեկնաբանություններում ինձ շատ էին նշում, որ ես այնտեղ սխալվում եմ նշելով թվանշանների համապատասխանությունը, ինչ որ երկնային մարմիններին եւ այլն, սակայն մարդիկ բաց էին թողել մի բարձ հանգամանք, որ Տարոն հիմնված է արևմտյան աստղաբանության, քաբալայի ուսմունքների վրա, իսկ այն օրինակները, որոնք մարդիկ մեկնաբանություններում նշում էին, վեդայական նումերոլոգիայի հետ է կապված։ Իհարկե, որպես աստղաբան ես ընտրել եմ վեդայական ուղղությունը, բայց այս անգամ հաղորդումները նվիրված են հենց արևմտյան նումերոլոգիային եւ որոնք են ֆունդամենտալ տարբերությունները արևմտյան եւ վեդայական ուղղությունների մեջ։ Ես խոսել եմ իմ նախորդ հաղորդման շրջանակներում, ուստի եթե դեռ չեք դիտել նախորդ հաղորդումը նվիրված ծննդյան թվերի վերլուծությանը, ապա անցեք վերևի լինքով եւ անպայման դիտեք այն, սակայն մեկ հաղորդմամբ սահմանափակվել պետք չէ, որովհետեւ յուրաքանչյուրիս կյանքում կա ոչ թե 1, ոչ թե 2, այլ շատ թվեր եւ դրանք լինում են եւ միանիշ եւ երկնիշ, ուստի այսօր անդրադառնալու ենք հենց երկնիշ թվերին, սկսելու ենք 10-րդ թվանշանից եւ ավարտելու ենք 22-րդ թվանշանով, էներգիայով կամ արքետիպով։ Ձեր ծննդյան էներգիաները հասկանալու համար առաջին բանը, որ պետք է անեք, վերցնում եք ձեր ծննդյան օրը։ Եթե ծնվել եք միանիշ թվով օր, այսինքն ցանկացած ամսի 1-ից 9 ընկած հատվածում, ապա այդ էներգիան, այդ թիվը թողում եք հենց այնպիսին, ինչպիսին որ կա։ Երկնիշ թվերի դեպքում երկու թվերը գումարում եք իրար, դարձնելով միանիշ եւ լսում եք միանիշ թվերի նկարագրությունը։ Սակայն լսել է պետք նաեւ արդեն երկնիշ թվի նկարագրությունը, ուստի եթե ձեր ծննդյան օրը ընկած է ամսի 10-ից 22-ը ընկած հատվածում, ապա թիվը թողում եք հենց այնպիսին, ինչպիսին որ կա։ Իսկ եթե ձեր ծննդյան օրվա թիվը բարձր է 22-ից, ապա առաջնորդվում ենք հետեւյալ մեթոդով։ Երկու թվերը գումարելով իրար ստանում ենք թվանշան, որը գտնվում է 1-ից 22-ը միջակայքում։ Եթե կրկին ստանում ենք երկնիշ թվանշան, ապա լսում ենք այդ թվանշանի վերլուծությունը եւ եւս մեկ անգամ այդ երկնիշ թվանշանի երկու թվերը գումարում ենք իրար, ստանում ենք միանիշ թիվ եւ լսում ենք այդ միանիշ թվանշանի վերլուծությունը նույնպես։ Բացի այդ, եթե ձեր ծննդյան օրվա թիվը բարձր է 22-ից, ապա կարող եք նաեւ ձեր ծննդյան օրվանից հանել 22 եւ լսել տարբերությունում մնացած թվանշանի վերլուծությունը նույնպես։ Ինչպես ես միշտ նշում եմ, մենք այնքան պրիմիտիվ ու պարզ էակներ չենք, որպեսզի նկարագրվենք մեկ թվանշանով կամ մեկ համաստեղությամբ, ուստի այն ինչ որ տարածված է սոցիալական մեդիայում, դրանք շատ պարզ ու պրիմիտիվ հատվածն են իրական նումերոլոգիայի եւ աստրոլոգիայի։ Իսկ եթե դուք ցանկանում եք զարգացնել ձեր գիտելիքները տարո քարտերի հետ կապված, անպայման անդամագրվեք իմ Telegram-յան բաց խմբին, լինքը բիոյում է, որպեսզի բաց չթողեք մոտակա դասընթացը տարո քարտերի հետ կապված, ինչպես հիշում եք, ես 5 տարի շարունակ նշում եմ, որ տարո քարտերը ստեղծված են ոչ թե գուշակության, այլ ներկան վերլուծելու, խնդիրների արմատները հասկանալու եւ մեր համար ամենաբարենպաստ ապագան կերտելու համար, որովհետեւ գոյություն չունի մեկ ապագայի սցենար կամ ճակատագրի գիրք, որտեղ գրված է հենց այն, ինչ որ ձեզ հետ տեղի է ունենալու, եւ այսօր մենք մեր որոշումներով կերտում ենք մեր ապագան, իսկ տարո քարտերը իդեալական գործիք են հենց ներկան հասկանալու, այդ քայլերը որոշելու համար։ Ինչպես նաեւ եթե դուք ցանկանում եք ստանալ ձեր ծննդյան քարտեզների վերլուծությունը վեդայական աստղաբանության տեսանկյունից, այսինքն տեսանկյուն, որը ձեզ տրամադրում է ձեր կյանքի առաքելությունը, ձեր նախկին կյանքի կարման, ձեր անելիքները, տաղանդները, ինչու՞ չէ նաեւ հնարավոր վտանգները այս կյանքում, ապա պետք է գրեք անձնական նամակ իմ Instagram-յան էջին կամ WhatsApp հեռախոսահամարին, որը տեսնում եք ձեր էկրանին, եւ գրանցվեք անհատական խորհրդատվության կարգին ու արժեքներին կարող եք ծանոթանալ մեկնաբանությունների եւ նկարագրությունների բաժնում տեղադրված լինքերով։ Ինչպես նաեւ եթե ցանկանում եք ունենալ տարո խորհրդատվություն, ապա պետք է շտապեք, որովհետեւ ամենայն հավանականությամբ սեպտեմբեր ամսից սկսած արդեն տարո խորհրդատվությունները չեն լինի հասանելի եւ խորհրդատվությունները կշարունակվեն բացառապես հիմնվելով վեդայական աստրոլոգիայի եւ նումերոլոգիայի վրա։ Այն մարդիկ, ովքեր ծնվել են ցանկացած ամսի 10-ին կամ 10-րդ ամսին կամ նրանց ծննդյան թվերը իրար գումարելիս ստանում ենք 10, ունեն Ֆորտունայի անիվի էներգիան։ Ֆորտունայի անիվի էներգիայի հովանավոր մոլորակը Յուպիտեր մոլորակն է եւ ինչ ենք տեսնում Ֆորտունայի անիվի քարտի վրա, տեսնում ենք իրարից ամենատարբեր կրոնների, տրադիցիաների ներկայացուցիչների պատկերները։ Այստեղ տեսնում ենք թե հրեշտակ, թե 4 տարերը ներկայացնող էակներ, թե ալքիմիական նշաններ, թե եգիպտական եւ հունահռոմեական
ֆիզիկական կերպարներ։ Ուստի 10-րդ էներգիան առաջին հերթին խոսում է աշխարհի ամբողջականության մասին։ Այս մարդկանց համար շատ կարևոր է հասկանալ, որ այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է։ 10-րդ էներգիան կարմայի էներգիան է, ու այս մարդիկ, որ գալիս են աշխարհ, պետք է իմանան, որ իրենք իրենց հետ բերում են հստակ կարմա, հասկանալու աշխարհը այնպիսին, ինչպիսին որ կա։ Նրանց արգելվում է լինել ծայրահեղական, չնայած այս էներգիայով մարդիկ հաճախ հենց հակված են լինում ֆանատիզմի, կրոնական ֆանատիզմի, տարբեր սեկտաների մեջ ընկնելուն, աշխարհը սևերի ու սպիտակների բաժանելուն։ Սակայն պետք է հասկանալ, որ տարբեր տրադիցիաները, տարբեր ուղղությունները դրանք նույն ճշմարտության տարբեր դրսևորումներն են։ Ինչպես նաև 10-րդ էներգիան շարժի էներգիան է, որովհետև ճակատագրի անիվը, այդ ֆորտունայի անիվը անընդհատ պտտվում է, ու երբ որ կանգ առնում ֆորտունայի անիվը, դա նշանակում է, որ մարդը մահացել է։ Ուստի այս մարդկանց համար շատ կարևոր է անդադար մնալ շարժի մեջ, չալարել շարժվելուց, չծուլանալ, իսկ բացասական դրսևորմամբ այս էներգիայի մարդիկ հաճախ շատ հենց ծույլ են լինում ու չեն սիրում աշխատել։ Շատ կարևոր է զարգացնել սեփական աշխարհայացքը, չալարել սովորելուց։ Այ Յուպիտեր մոլորակը հենց ուսման, սովորելու, այդ դասավանդելու մոլորակն է, ու այս էներգիայի մարդիկ ինչքան որ շատ սովորեն, այդքան կստանան իրենց հովանավոր մոլորակի օրհնությունը։ Այն մարդիկ, ովքեր ծնվել են ցանկացած ամսի 11-ին կամ իրենց ծննդյան օրերը իրար գումարելիս ստանում ենք 11-րդ էներգիան, իրենց մեջ ունեն արդարադատության էներգիան։ Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ ասացի, որ հաճախ մատրիցայում կամ էներգիաների մեջ 8-րդ ուժի էներգիան եւ 11-րդ արդարադատության էներգիան տեղերով փոխվում են, որովհետեւ մատրիցայում ուժի արկանը, ուժի էներգիան ներկայացվում է 11 թվանշանով, իսկ արդարադատության էներգիան 8-րդ թվանշանով, իսկ տարոյում տեղերով փոխվում են։ Իրականում երկու թվերն առաջին հերթին կապ ունեն կարմայի հետ, կապ ունեն պատճառահետևանքային կապերը հասկանալու հետ, կապ ունեն մարմնականի, կենդանականի վրա հոգևորի հաղթանակի ու հաստատման հետ, ու այս մարդկանց համար շատ կարևոր է յուրաքանչյուր պարագայում պահպանել իրենց գիտակցության, իրենց ուղեղի մաքրությունը, չտրվել տարբեր սադրանքներին, չտրվել էմոցիաներին, չտրվել այդ մարմնական տարբեր գայթակղություններին, յուրաքանչյուր պարագայում լինել անաչառ, պահպանել սեփական արդարադատությունը։ Երկնային մարմիններից այս նշանի, այս արքետիպի հովանավորը կշեռքի համաստեղություններ, ինչպես տեսնում ենք, Ֆեմիդան, արդարության աստվածուհին, իր ձեռքում հենց կշեռքներ պահում է, որի վրա կշեռվում է մահվանից հետո մարդու արարքները, եւ ըստ այդ կշեռքի ցույց տվածի հասկացվում է մարդը վարել է բարոյական, արժանապատիվ կյանք, թե ամեն դեպքում մեղսավոր է եղել։ 11-րդ էներգիայի մարդկանց համար շատ կարևոր է հարգել օրենքները, հարգել պետական կանոնները, չխառնվել մութ ստվերային գործերի մեջ, հանցագործ աշխարհի անդամ չդառնալ, կրկին չբաժանել աշխարհը սևերի ու սպիտակների, որովհետև հաճախ նրանք լինում են շատ ծայրահեղական նույնպես, ովքեր կարծում են, որ իրենց կարծիքից բացի ցանկացած այլ կարծիք միմիայն սխալ է, միմիայն դիվային ու սատանայական է։ Այս մարդիկ հաճախ գլխավորում են տարբեր աղանդավորական շարժումներ, կրոնական կառույցների գլխում են կանգնած լինում, ուստի շատ կարևոր է նրանց համար նույնպես կարողանալ ընկալել, որ գիտելիքը հաճախ տարբեր ձևերով է դրսևորվում։ Կանանց համար կարևոր է աշխատել իրենց կանանցի կողմի հետ, որովհետև այս արդարադատության ոլորտը, այս ուժային կառույցները հաճախ կանանց մեջից խմում են այդ ողջ կանանցի էներգիան ու ավելի շատ զարգացնում են հենց տղամարդկային էներգիայով ու դարձնում են տղամարդ կանանց իրանց, շատ հաճախ այս էներգիայով կանանց կարող են հանդիպել ուժային կառույցներում, բանակում, ինչ որ իրավաբանական հաստատություններում, ֆինանսական հաստատություններում։ Իրականում ուղեղի աշխատանքը այս մարդկանց համար է ստեղծված ու իրենք կարող են իրոք խորանալ հենց այն ոլորտներում, որտեղ շատ են հաշվարկները, վերլուծությունները, թվերը, տրամաբանական մտածողությունը։ Ինչպես նաև նրանց համար կարևոր է հետևել ֆիզիկական մարմնին, ֆիզիկական ակտիվությանը, որ ամբողջ կյանքը այսպես այս պատկերի նման նստակյաց կերպով չանցկացնեն։ Հաջորդ էներգիան կախված մարդու էներգիան է, այն մարդիկ, ովքեր ծնվել են ցանկացած ամսի 12-ին կամ առհասարակ իրենց հաշվարկներում ստանում են 12-րդ թվանշանը, ունեն կախված մարդու էներգիան։ Այս կախված մարդու քարտից հաճախ վախենում են մարդիկ, որտեղ մտածում են կապ ունի ինքնասպանության հետ, կապ ունի ինքնաոչնչացման հետ, մասամբ ճիշտ են իրականում, որովհետև այս էներգիան նույնպես կարող է մարդուն դրդել անընդհատ զոհի կարգավիճակում լինելուն, ինչ որ բոլորին մեղադրելուն, սեփական կյանքը չկառավարելուն,
Բայց նաև ինչպես տեսնում ենք, այս մարդը գլխի վրա շրջված է, ինչը խոսում է նրա մասին, որ նա կարողանում է իրականությանը երևույթներին նայել այլ բոլորի համար անհայտ տեսանկյունից ու գտնել այնպիսի հատկանիշներ, այնպիսի կետեր, որոնք մինչև նրանց ոչ մեկ չէր նկատել, հա, դրանք։ Ուղղակի դրանք այդ կետին հասնելու համար այս մարդիկ պետք է աշխատեն իրենց վրա, որպեսզի չլինեն գերեմոցիոնալ, չլինեն ամեն ինչից բողոքող, դժգոհող։ Այս մարկանց հովանավորը Նեպտուն մոլորակն է, 12-րդ էներգիայի հետևում Նեպտուն մոլորակն է կանգնած, ինչպես նաև այս էներգիան իրենով ջրի տարերք է, իսկ ջուրը էմոցիաներն են, հույզերն են, իսկ Նեպտունը մեր խաբկանքներն են, իլյուզիաներն են, երբեմն նաև ինչ որ վախերն են, թմրանյութերն են, ալկոհոլն է, այս մարդկանց խորհուրդ կտամ չօգտագործել նման միջոցներ առհասարակ, որովհետև իրենց վրա թմրեցնող միջոցները բավականին ավելի ուժեղ են ազդում, քան շատ այլ թվանշանով մարդկանց վրա։ Այս մարդկանց համար շատ կարևոր է անդադար մնալ հողակցված, զարգալ իրենց տրամաբանական մտածողությանը։ Իրանք էմոցիաների մարդիկ են ու հաճախ սեփական էմոցիաների, սեփական այդ վերլուծությունների, overthinking-ի պատճառով կարող են իրենց իրոք տանել ոչնչացնել, ոչ թե ուղիղ կերպով գնալ ու վերջ տալ իրենց կյանքին, այլ պարզապես մտքերով խորանալ այն ամենաբացասականի մեջ ու հենց սեփական մտքերով կործանել սեփական կյանքը։ Ուստի շատ կարևոր է, հա, միշտ մնալ հստակ, միշտ վստահ լինել ինքդ քո վրա, հույսը դնել քո վրա, չկարչել ոչ մեկից, չկախվել մարդկանցից, չընկնել փոխկախել հարաբերությունների մեջ։ Այս թվանշանի մարդիկ պետք է իմանան, որ յուրաքանչյուր բան, ինչից նրանք ընկնեն կախվածության մեջ, դա նրանցից կվերցվի։ Հաջորդը 13-րդ էներգիան է, որը կոչվում է մահվան էներգիա, սա նույնպես համարվում է Տարոյի ու առհասարակ 22 էներգիաների մեջ ամենասարսափ ներշնչող էներգիաներից մեկը, թե իր պատկերով, թե պարզապես իր անվանմամբ, սակայն պետք է հասկանանք, որ մահը այստեղ ոչ միշտ է խոսում ֆիզիկական մահի մասին, չնայած դա նույնպես չի բացառվում, բայց այն մարդիկ, ովքեր ծնվել են 13-րդ էներգիայով, իրանք տրանսֆորմացիայի մարդիկ են։ Տրանսֆորմացիան դա փոփոխությունն է, յուրաքանչյուր տեսակի փոփոխություն, հոգեվիճակի փոփոխություն, զարգացում, այ օրինակ համալսարան ընդունվելու համար մենք պետք է ավարտենք դպրոցը, չէ՞։ Հետո մագիստրատուրա ընդունվելու համար պետք է ավարտենք բակալավրը։ Այդ ավարտելը, այդ տեղափոխությունը նույնպես համարվում է տրանսֆորմացիա, այսինքն մենք որպես աշակերտ մահանում ենք եւ ծնվում ենք որպես ուսանող։ Ուստի 13-րդ էներգիան հենց այդ տրանսֆորմացիայի մասին է խոսում է ճգնաժամերի մասին երբեմն, որ կարող ենք մենք հասնել ինչ որ ավելի բարձր կետի անցնելով խնդիրների մեջ, որովհետեւ երբ որ մենք գտնվում ենք կոմֆորտ զոնայում, ամեն ինչ մեր կյանքում լավ է, մենք չենք էլ մտածում աճելու մասին ու դա մարդու տեսակն է, մարդը հենց իրենով այդպեսին է, մինչև չի հայտնվում խնդիրների մեջ, չի մտածում ինչ որ ալտերնատիվ տարբերակներ գտնելու ինչ որ աճի մասին։ Այս էներգիայով ծնված մարդիկ ունեն իրենց մեջ նաև կարիճի էներգիան, իսկ կարիճներին գիտենք, հա, իրենց մեջ կա ինչ որ մութ էներգիա, ինչ որ միստիկ էներգիա, ու շատ կարևոր է, հա, այս մարդկանց հեռու մնալ հենց սև մոգությունից, այդ խավար աշխարհից, ինչ որ գուշակության մեջ չխառնվել, մոգության մեջ չխառնվել, ինչ որ տարօրինակ պրակտիկաների մեջ չխառնվել։ Այս մարդիկ շատ կարևոր է, որ հաճախ լսեն իրենց ինտուիցիային, որովհետև ունեն զարգացած ինտուիցիա, ինչպես կարիճի համաստեղության ցանկացած մարդ, այդպես էլ 13-րդ էներգիայով ծնված մարդիկ նույնպես ունեն զարգացած ինտուիցիա, կարող են զգալ դիմացի մարդու մտքերը, հույզերը, ունեն էմպաթիկ ունակություններ, ունեն էքստրասենսոր ունակություններ, բայց միևնույն ժամանակ այդ էներգիաները հաճախ մարդկանց տանում են հենց դեպի այդ մութ աշխարհը, դեպի նեկրոմանտիան, տարբեր գերեզմանոցային պրակտիկաներ, իսկ այդ ամենը իհարկե լավ բանի չի հանգեցնելու։ Ինչպես նաև այս էներգիան խոսում է նրա մասին, որ այս մարդիկ պետք է հնարավորինս արդարամիտ լինեն, չունենան կողմնապահություն, ինչպես տեսնում ենք քարտի վրա մահի էներգիայի առաջ ծնկած է թե թագավորը, թե երեխան, այնտեղ ինչ որ մեկը արդեն բարի է գնացել։ Սա խոսում է նրա մասին, որ մահվան առաջ բոլորը հավասար են։ Ուզում ես եղիր միլիարդատեր, ուզում ես եղիր աղքատ, ուզում ես եղիր թագավոր կամ ստրուկ, երբ որ մահը գալիս է, չի նայում դրան, բայց ինչպես տեսնում ենք նաև հետևում արևի շողերն են երևում, դա խոսում է նրան մասին, որ յուրաքանչյուր խնդրի, յուրաքանչյուր խնդրի վերջում միևնույն է արևը ծագում է, լույսը երևում է եւ յուրաքանչյուր խնդիր այս աշխարհում վաղ թե ուշ ստանում է իր հանգուցալուծումը։ Ոստի այս էներգիայի մարդկանց համար խիստ արգելված է պեսիմիզմը, վատատեսությունը, ինքնախարազանումը, սուր ինչ որ վատ մտքեր անընդհատ արտահայտելը ու առհասարակ բացասական խոսք ու մտածողություն ունենալը։
Հաջորդ էներգիան 14-րդ էներգիան է, չափավորության էներգիան, որի երկնային մարմինը աղեղնավորի համաստեղությունն է։ Այստեղ մի փոքր տարօրինակ է, հա, չափավորության քարտը, այստեղ տեսնում ենք ջուր, այստեղ տեսնում ենք օդի տարերք, բայց աղեղնավորը ինքն իրեն կրակի տարերքն է։ Ու այստեղ շատ կարևոր է, հա, բալանսավորել այդ 4 տարերքները մարդու մեջ, որովհետև այստեղ նաև տեսնում ենք, հա, որ հրեշտակի մի ոտքը ջրի մեջ է, մի ոտքը հողի վրա է, իր ձեռքերով, հա, խաղում է ջրի հետ, այսինքն օդի մեջով ջուրն է անցկացնում, ինչպես նաև հետևում տեսնում ենք արևը, սա խոսում է նրա մասին, որ այս մարդիկ, ովքեր ծնվել են 14-ին, 14-րդ էներգիայով, պետք է կարողանան զարգացնել իրենց մեջ 4 տարերքների բոլոր դրսևորումները, ինչպես նաև այդ դրսևորումները հնարավորինս բալանսի մեջ բան։ Չափավորության էներգիան դա բալանսի մասին է։ Բալանս հոգևորի եւ նյութականի մեջ, բալանս էմոցիաների եւ տրամաբանության մեջ։ Ինչպես տեսնում ենք հրեշտակի ճակատին կա նաև այստեղ լույսը խանգարում է, գուցե չերևա, հրեշտակի աջնան, երրորդ աչքի հատվածը գերակտիվ վիճակում է, այսինքն եթե այս մարդիկ կարողանում են հասնել այդ բալանսին, իրենց մոտ տեղի է ունենում այդ չակրաների ակտիվացումը, կարողանում են ավելի լավ զգալ աշխարհը, զարգանում է իրենց էքստրասենսոր ունակությունները, կարողանում են հասկանալ մարդկանց, վերլուծել իրավիճակները, զգալ մարդկանց էներգիաները, ինչպես նաև ունենում են կանխատեսական ունակություններ որոշակի, բայց նրանց համար բարդ է հենց այդ բալանսը գտնելը։ Չափավորության համար մարդկանց համար շատ կարևոր է լինել չափավոր, այսինքն չտրվել էմոցիաներին, չընկնել ծայրահեղությունների գիրկը, չլինել անհամբեր, քանի որ եթե մեկին գումարենք 4 կստանանք 5, 5-ը իռոֆանտներ, իռոֆանտը հիշում ենք, հա, քահանայապետը, որ հանգիստ նստած ուսուցանում էր բոլորին, ուսումնասիրում էր, ուստի այս մարդկանց համար նույնպես պետք է ուսումնասիրել տարբեր կրոնները, տարբեր ուսմունքները, հիմնականում սահմանափակվում են քրիստոնեությամբ կամ մոնոթեիստական աբրահամյան կրոններով, իսլամ, քրիստոնեություն, հուդայականություն, սակայն աշխարհի այլ ուսմունքներ, օրինակ բուդդիզմը, սինտոիզմը կամ վեդյան ուսմունքները ուսումնասիրել նույնպես այս մարդկանց պետք է, որպեսզի հասկանան աշխարհի ընդհանուր կառուցվածքը ինչպիսին է ու արդյոք մոնոթեիզմն ու այլ ուղղությունները կրոնական իրարից շատ են տարբերվում, թե ոչ։ Եվ մեր հաջորդ, երևի թե ամենավտանգավոր, ամենածաղկուն էներգիաներից մեկը 15-րդ էներգիայով ծնված մարդիկ են, ովքեր իրենց մեջ կրում են դիավոլի էներգիան։ Ինչու եմ ասում դիավոլ, հայերենում չկա դիավոլ բառի համարժեքը։ Ունենք սատանա բառը, բայց իրականում եթե ուսումնասիրում եք միֆոլոգիան, հասկանում եք, որ Սատանան, դիավոլը եւ Լյուցիֆերը տարբեր կերպարներ են, տարբեր արքետիպներ ու էակներ են ու այստեղ հենց դիավոլն է վերցված։ Եթե օրինակ Լյուցիֆերը խորհրդանշում է իմաստություն, որը կարող է օգտագործվել ի վնաս մարդկության, հա, որովհետեւ Լյուցիֆերը ամեն դեպքում Լյուցիֆերը շատ իմաստուն էր, շատ խելացի էր, տիրապետում էր բոլոր գիտություններին, ինչպես նաեւ Լյուցիֆերը իր արտաքինով շատ գեղեցիկ էր, ինչը պատճառ էր դառնում շատերի գայթակղություններին, իհարկե այդ ամենը օգտագործում էր բացասական երանգով, բայց Սատանայի պարագայում այս սատանան բանսարկուն էր, ով պրոստ ուղղակի առանց պատճառ կարար մարդու գլխին սարքեր, կարար մարդուն ուղղակի ինչ-որ վատ բանի մեջ գցեր, ագրեսիվ քայլերի տաներ, ինչ-որ փորձանքներ բերեր, այ Հոբի պատմության մեջ շատ բարձ երևում է սատանայի ֆունկցիան, որ անմեղ մարդուն սկսում է Աստծո մոտ մեղադրել, որ այս մարդը քեզ հաստատ ուրանալու է։ Իսկ այդ դիավոլը այն արքետիպն է, որը իր մեջ երևի թե պարունակում է բոլոր բացասական դրսևորումները, այստեղ կա թե գայթակղություն, այստեղ կա թե ագրեսիա, թե կախվածություններ, առհասարակ այն մարդիկ, ովքեր ծնվել են 15-րդ էներգիայով, իրանք ծնվել են փոքր-ինչ ավելի բարդ կարմայով ու այս կյանքում իրանք շատ են առնչվելու գայթակղությունների հետ, բայց միշտ հիշեք, որքան շատ են բարդությունները, այդքան պոտենցիալը շատ մեծ հաջողությունների հասնելու նույնպես ավելի մեծ է ու հաճախ հենց այդ լավ դիրքեր ունեցող մարդկանց էներգիաներում տեսնում ենք այսպիսի էներգիաներ։ Այս մարդիկ կարևոր է, որ չտրվեն այդ փողի գայթակղությանը, չտրվեն այդ անօրինական ճանապարհներով փող աշխատելուն, ինչ-որ մութ ճանապարհներով, ոչ բարոյական տարբերակներով գումար վաստակելուն։ Ինչպես նաև տեսնում ենք, որ դիավոլից կապված են երկու մարդ, դրանք Ադամն ու Եվան են, այն Ադամն ու Եվան, ում հանդիպել էինք մենք Սիրահարների քարտում, իսկ Սիրահարների էներգիան 6-րդ էներգիան էր, իսկ 15-ը, եթե մեկին գումարենք 5, կրկին ստանում ենք Սիրահարների էներգիան։ Եթե Սիրահարների էներգիայում Ադամն ու Եվան պետք է կատարեին որոշում, հասկանային, հա, ինչ պետք է անեն ու առհասարակ 6-րդ էներգիան որոշում կայացնելու մասին էր, ապա 15-ը դա արդեն այն իրավիճակն է, երբ որ Ադամն ու
ու Եվան իրենց որոշումը կատարել են, այդ որոշումը կայացվել է ի օգուտ խավարի աշխարհի ու իրանք արդեն որպես դիվային ուժեր ցեպերով կապված են դիավոլի կերպարից, այսինքն իրանք գտնվում են այդ դիավոլի իշխանության տակ, գտնվում են այդ կախվածության մեջ ու 15-րդ էներգիայով ծնված մարդիկ ոչ թե պետք է վախենան այս ինֆորմացիայից, այլ պետք է ինֆորմացիան օգտագործեն, որ հասկանան, որ երբ որ իրենց կյանք գալիս են տարբեր գայթակղություններ, իրանք հասկանան, որ սա այն դիավոլն է, ում մասին Արթուրը խոսում էր 15-րդ էներգիան մեկնաբանելիս։ Ու արդյոք պետք է կպնել այդ էներգիային, արդյոք պետք է տրվել այդ գայթակղությանը, թե ոչ, դուք ինքներդ պետք է որոշում կայացնեք։ Հաճախ այս գայթակղությունը այս մարդկանց կյանք գալիս է փողի, շատ փող աշխատելու, սեքսուալ մեծ հաճույքներ, ինչ որ այլ տեսակ ավելի այլասերված հաճույքների տեսքով։ Իհարկե կարա ձեզ բերի մեծ փողեր, կարա ձեզ բերի հարստություն, բայց վաղ թե ուշ այդ ամենի համար պատասխան տալ է պետք լինելու ու գուցե հաջորդ կյանքը ավելի ծանր պայմաններում լինի։ Բայց 15-րդ էներգիայի մարդիկ նաև ունեն շատ զարգացած անալիտիկ ուղեղ, տրամաբանությունը այս մարդկանց մոտ բավականին ուժեղ է, նրանց հովանավորը այդ եղջյուրի համաստեղությունն է, նրանք շատ աշխատասեր են, կարողանում են հասնել իրենց ուզածին, կարողանում են փող աշխատել ինքնուրույն ապահովել սեփական ֆինանսները, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանան, որ այդ փողի ու ֆինանսի համար, ֆինանսի ճանապարհին պետք չի ամեն ձևով հասնել, հա, ամեն ձևով հասնել այդ ճանապարհը, ամեն ձևով տրվել այդ գայթակղություններին։ Եթե իրենք ընտրեն ավելի լուսավոր ճանապարհ, ավելի բարոյական ճանապարհ այդ ֆինանսները աշխատելու, գուցե սկզբնական շրջանում ավելի բարդ թվա, այն մութ ճանապարհները ավելի հեշտ ու ավելի հաճելի լինեն, բայց հավատացեք, վերջնական արդյունքը շատ ավելի դրական ու մեծ կլինի, քան թե եթե դուք շարժվեիք խավար ուղղությամբ։ Բայց դե իհարկե ընտրություն կատարողը դուք եք, դուք պետք է որոշեք ինչպես ապրեք ձեր կյանքը։ Հաջորդ էներգիան, որը էլի ոչ պակաս ամենավախենալու էներգիաների շարքին է, 16-րդ էներգիան է, ամրոցի էներգիան, որից նույնպես շատերը սարսափում են, ամրոցը ինչպես տեսնում ենք քարուքանդ լինելու մասին է։ Այն մարդիկ, ովքեր ծնվել են 16-րդ էներգիայով, ամրոցի էներգիայով, պետք է հասկանան, որ իրենց միսիան այս աշխարհում ռեֆորմներ բերելն է, այս աշխարհում կտրուկ փոփոխություններ բերելն է, բայց միևնույն ժամանակ կառավարելով սեփական ագրեսիան, որովհետև այս աշխարհում երբեմն ժամանակ առ ժամանակ ագրեսիան անհրաժեշտ է լինում սեփական շահերը պաշտպանելու համար, սեփական ճշմարտացիությունը, իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև խավարի աշխարհը, տգիտությունը ոչնչացնելու համար։ Հիմա եթե ես այստեղից ցույց տամ, ուսումնասիրում եմ Բհագավադ գիտան, Բհագավադ գիտան հանդիսանում է վեդայական մշակույթի կարևորագույն սուրբ գրություններից մեկը ու շատերը զարմանում են, թե ինչի է, հա, սուրբ գրությունը հիմնված պատերազմի վիճակի, պատերազմի թեմաների համար, ինչի է Կրիշնան որպես Աստծո մարմնավորում այստեղ դրդում մարդկանց հենց պատերազմելուն, այլ ոչ թե դրդում խաղաղության։ Իհարկե մինչև այդ պատերազմը այստեղ ամեն հնարավոր քայլ կատարվում է այդ խաղաղությանը հասնելու համար, բայց երբ որ հասնում են այն կետին, որ գիտակցում են, որ չէ, այս խավարի տգիտության մեջ գտնվող մարդիկ պատրաստ չեն այդ խաղաղության, իրենք ուզում են ամեն կերպով հասնեն իրենց չար գործերին, ստիպված արդեն դիմում են պատերազմի, որովհետև այդ պատերազմը միտված է լինում այդ չարն ու խավարը, այդ տգիտությունը ոչնչացնելու համար։ Եվ ամրոցի էներգիան հենց այդ ոչնչացնող ուժն է, որը ոչնչացնում է տգիտությունը, ոչնչացնում է խավարն ու չարը։ Հովանավոր մոլորակը Մարս մոլորակն է, որը գիտենք կրքերի ռազմի էներգիան է, սակայն եթե այս արքետիպի մարդիկ 16-րդ էներգիայով ծնված մարդիկ չեն կարողանում կառավարել իրենց այդ մեջի ռազմական էներգիան, հաճախ իրենք լինում են շատ ագրեսիվ մարդիկ, ովքեր պատրաստ են տարբեր տեսակի բռնություն կիրառելուն, այլ մարդկանց վրա թե ֆիզիկական, թե հոգեբանական ճնշումներ կիրառելուն, այլասերված խառը սեռական կապեր ունենալուն, ալկոհոլ չարաշահելուն, մեքենան չափից դուրս արագ վարելուն, ուստի այս էներգիան նույնպես դժվար կառավարվող, բայց էներգիա է, բայց եթե կարողանում են այս էներգիան կառավարել, ինքը ծառայում է միմիայն լույսի համար, ուստի երբեմն լույսին, աստվածայինին նույնպես պետք է այդ ագրեսիվ էներգիան, այդ պատերազմական էներգիան, չարը, խավարը ոչնչացնելու համար, ու այս տեսակ դրսևորումների մենք հանդիպում ենք նաև քրիստոնեության մեջ, ինչպիսիք են օրինակ ջրհեղեղը, երբ որ աշխարհում չարիքն ու խավարը այնքան էր տիրում, որ Աստված ուղղակի ջրհեղեղ արեց այդ ամենը ոչնչացնելու համար, Սոդոմի եւ Գոմորի պատմությունները, որ այդտեղ նույնպես նենգությունը, խավարն ու չարիքը այնքան էր իշխում այդ քաղաքներում, որ ուղղակի երկնաքարերը վերևից ընկան ու այդ երկրները
քաղաքները ոչնչացվեցին։ Մի խոսքով յուրաքանչյուր կրոնական պատմություն դե իսլամը ամբողջությամբ դրա մասին է։ Իհարկե, բայց նաև պետք է հասկանալ, որ այդ պատերազմի ու սպանության գաղափարը չի կարելի ռոմանտիզացնել, ինչպես օրինակ անում են մուսուլմանական շատ տերորիստական ընկերություններ, կազմակերպություններ։ Այ իրենց մոտ 16-րդ էներգիայի արդեն ծայրահեղական ու բացասական դրսևորումն է։ Հիշեք, որ ցանկացած տեսակի ֆանատիզմ, ծայրահեղականություն դա միայն բացասականություն է։ Այ եթե նայենք այդ ահաբեկչական խմբավորումները, իրենք նույնպես անում են իրենց մտածածով ինչ որ կրոնական բարձր աստվածային գաղափարների համար, բայց այդ ամենը իհարկե կուրություն է, ճշմարտությունը չտեսնել է, իլյուզիայում, խաբկանքում ապրել է, որը այդ մարդկանց արդեն տանում է դեպի խավար աշխարհ։ Նույնն էլ 16-րդ էներգիան է, կարևոր է կառավարել այդ ագրեսիայի ուժը ուղեղով ու սրտով, չկորցնել կապը բանականության հետ, որպեսզի այդ ագրեսիան չսկսի ձեզ կառավարել։ Հաջորդ էներգիան արդեն բավականին շատ սիրված, պահանջված էներգիաներից մեկն է, թե տարող խորհրդատվությունների ժամանակ, թե նումերոլոգիայի ժամանակ առհասարակ 17-րդ էներգիան աստղի էներգիան են, մարդիկ ովքեր ծնվել են այս 17-րդ էներգիայով, իրենց հովանավոր երկնային մարմինը ջերհոսի համաստեղությունն է ու այսպես ասում են, չէ, Էրա Վադալիա ջերհոսի դարաշրջանը, որ պետք է լինի նոր գիտնական հայտնագործություններ, մարդիկ շարժվեն դեպի այդ խմբակային աշխատանքները, սկսեն աշխատել աշխարհը ավելի լավը դարձնելու վրա, մարդկանց ինչ որ նոր պրոդուկտներ, ինչ որ մարդկանց կյանքը թեթևացնող միջոցներ ստեղծելու վրա, ու հիմա մենք գտնվում ենք այդ դարաշրջանում, իհարկե մենք շատ ծանր ու խայտաբղետ ժամանակաշրջանում ենք գտնվում, որովհետև միաժամանակ մենք ապրում ենք մի քանի տարբեր աշխարհներում, աշխարհ, որտեղ այս պահին համենայն դեպս համաշխարհային պատերազմ է ընթանում ու իհարկե անունը տրված չի, իհարկե այդ որակավորումը դեռևս չկա, բայց փաստ է, որ համաշխարհային պատերազմի շրջանում ենք մենք հիմա ապրում, որտեղ բոլոր պետություններն էլ իրար հետ ինչ որ խնդիրների մեջ են, բայց դրա հետ մեկտեղ այդ մահերի, սպանությունների ֆոնին ունենք գիտական զարգացում, AI-ի դարաշրջանը, մարդիկ նոր գիտելիքներ են ձեռք բերում, բժշկությունն է շատ զարգանում, մարդիկ կարողանում են ստեղծագործվել, մարդիկ կարողանում են իրենց դրսևորել, այ օրինակ այն փաստը, որ ես հիմա այստեղ նկարահանում եմ այս հաղորդումը, որը կտեղադրվի YouTube-ում, որը դուք կտեսնեք, որը ձեզ կօգնի ինչ-որ չափով նոր գիտելիքներ ձեռք բերել, նույնպես այս ջրհոսի դարաշրջանի դրական դրսևորումներից մեկն է, այսինքն այս պահին մենք գտնվում ենք լրիվ ծայրահեղ տարբեր աշխարհների մեջ, ու այս գիտական զարգացման, որը մարդիկ շարժվում են դեպի գիտությունը, դրա հետ մեկտեղ նաև զարգանում է հոգևորությունը, որովհետև 10 տարի առաջ համենայն դեպս Հայաստանում շատ քչերը գիտեին նույն յոգայի մասին, նույն վեդյան ուսմունքների մասին, տարոյի մասին, այսինքն կային իհարկե գուշակներ, ովքեր նույն տարոյի քարտերը կարող էին օգտագործել անգրագետ ձևով, օգտագործել գուշակությունների համար, բախտանալու համար, ու այդքանով ամեն ինչ սահմանափակվում էր։ Մարդիկ չգիտեին հոգևորությունը ինչ է, մարդիկ չգիտեին կրոնական տարբեր ուղղությունները ինչի մասին են, ամեն մեկը կարծում էր, որ ինքը մենակ ճիշտը գիտի, ու ընդամենը 10 տարվա ընթացքում այսքան փոփոխություններ ունենք։ Հիմա մեր երիտասարդների շրջանակում շատ են տարածված մարդիկ, ովքեր հոգևորության մեջ են, ովքեր չեն օգտագործում ալկոհոլ, շատերը անգամ հրաժարվել են մսից, ու միաժամանակ տարբեր աշխարհներ գիտական ֆանտաստիկայի մեջ գտնվող զարգացում, իսկ AI-ը գիտական ֆանտաստիկա է, նույն 10 տարի առաջ ոչ մեկս դեռ չէինք պատկերացնում, որ ChatGPT գոյություն կունենա։ Դրա հետ մեկտեղ հոգևորության զարգացում, բայց դրա հետ մեկտեղ պատերազմ, սպանություններ ու համաշխարհային ինչ-որ ճգնաժամ։ 3 տարբեր ֆիլմի, ծայրահեղ տարբեր ֆիլմի սցենարներ մեկ աշխարհում ու մեկ իրականության մեջ։ Հիմա դա խորհրդանշում է սա, որ այս դաժան շրջանում մենք պետք է կարողանանք գտնել մեր աստղը, թե այն մարդիկ առավելապես, ովքեր ծնվել են 17-րդ էներգիայով, թե առհասարակ բոլորը։ Այն մարդիկ, ովքեր ծնվել են 17-րդ էներգիայով, պետք է իմանան, որ իրենք եկել են փայլելու, եկել են երևալու, եկել են արտահայտվելու։ Այս մարդկանց համար խիստ արգելված է տարապել ինտրովերտությամբ, սահմանափակել իրենց շրջապատը, փակվել աշխարհից։ Դուք եկել եք երևալու, ձեր մտքերը ցույց տալու, ձեր գաղափարներով մարդկանց կյանքը մի փոքր ավելի թեթևացնելու։ Հիշեք, որ ձեր վրա ինչքան շատ ուշադրություն լինի, այդքան դուք ավելի շատ փող կունենաք, այդքան ավելի առողջ կլինեք ու այդքան ավելի լավ բաներ ձեր հետ տեղի կունենա, բայց միևնույն ժամանակ 17-րդ էներգիայի բացասական դրսևորումը կայանում է նրանում, որ հաճախ այս մարդիկ տառապում են աստղային հիվանդությամբ։ Ուստի շատ կարևոր է, միևնույն ժամանակ այս ամենի չլինել մեծամիտ, մյուսների վերևից չնայել ու չտառապել էգոիզմով, չլինել ինքնասիրահարված։ 17-րդ էներգիան նաև խոսում է մարդու հոգու մեդիտատիվ վիճակի մասին, երբ որ
մարդը գիտակցում է, որ ինքը հոգևոր էակ է, ով ապրում է նյութական աշխարհում, ով անցնում է նյութական փորձ, ու նյութական աշխարհում հաջողելու համար նույնպես անհրաժեշտ է ունենալ կապ վերին ուժերի հետ, արարչականի հետ, որպեսզի այդ նյութական բարեկեցությանը դու հասնես ավելի անվտանգ, ավելի բարի ու ավելի բարոյական բարձր ճանապարհներով ու մեթոդներով։ Մեր հաջորդ էներգիան 18-րդ էներգիան է, լուսնի էներգիան է, ամենամիստիկ քարտերից մեկն է, ամենամիստիկ խորհրդավոր էներգիաներից մեկն է Քաբալայի ուղիների մեջ, այս ավակ արկանների մեջ, այն մարդիկ, ովքեր ծնվել են ցանկացած ամսի 18-ին կամ իրենց ծննդյան հաշվարկների մեջ երևում է 18-րդ էներգիան, նրանք ունեն շատ խորը հոգի, շատ էմոցիոնալ են, ունեն զարգացած էքստրասենսոր ունակություններ, նրանց մեջ կա նաև ձկների համաստեղության նշանները, որովհետև 18-րդ լուսնի էներգիան հովանավորվում է, այսպես ասած, ձկների համաստեղության կողմից, իսկ ձկները նույնպես կապ ունեն մեր ենթագիտակցականի, մեր զգայական աշխարհի հետ։ Այս այն մարդիկ են, ովքեր ունեն խորը հոգի, ովքեր արդեն անցել են բազմաթիվ վերամարմնավորումներ, սա իրենց առաջին կյանքը չէ, ու այս աշխարհ իրանք եկել են իրենց հետ բերելով շատ գիտելիքներ նախկին կյանքերից, բայց նաև այս մարդիկ հակված են տարբեր իլյուզիաներին, որովհետև լուսինը ամեն դեպքում խորհրդանշում է իլյուզիաները, խորհրդանշում է խաբկանքը, որովհետև լուսինը իր սեփական լույսը չունի, չէ, արևի լույսն է անդրադարձում, իսկ մենք կարծում ենք, որ լուսինը իր լույսը ունի, ու այդ իլյուզիան նույնպես վերաբերվում է այս լուսնի էներգիային։ Հաճախ այս մարդիկ հակված են ինքնաոչնչացմամբ, դեպրեսիվ մտածողությամբ, ինչ-որ խաբկանքներին հավատալուն, լույսը խավարից չտարբերելուն, հաճախ նրանց աշխարհի պատկերացումները, աշխարհայացքը լինում է շատ լղոզված, չեն կողմնորոշվում, իրանք ամեն դեպքում շարժվում են դեպի խավարը, թե դեպի լույսը, իրենց հայացքը երբեմն լինում է մշուշի մեջ, ու իրենց կարմիկ առաջադրանքը կարողանալ այդ իլյուզիաներից դուրս գալ, կարողանալ իրականությունը ընդունել այնպիսին, ինչպիսին կա, ընկալել այս աշխարհը։ Եթե մեկին գումարում ենք 8, ստանում ենք ճգնավոր, ճգնավորի էներգիան հիշում ենք, հա, նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձել եմ, ուստի անպայման նայեք։ Ճգնավորը իմաստունի էներգիան էր, սակայն այդ իմաստությանը հասնելու համար մենք պետք է անցնենք խավարի մեջով, պետք է անցնենք խաբկանքների մեջով, ու այս 18-րդ էներգիան հենց այդ խաբկանքների մասին է։ Բայց նաև 18-րդ էներգիայով ծնված մարդիկ ունեն էքստրասենսոր ունակություններ, կարևորը, եթե իրանք կարողանան հաղթահարել այդ իրենց իլյուզիաներին տրվել ունակությունը, իրանք կունենան էքստրասենսոր ունակություններ, կկարողանան կարդալ մարդկանց, զգալ մարդկանց եւ օգնել մարդկանց։ Ինչպես նաև ունեն շատ ուժեղ զարգացած ստեղծագործ ունակություններ, այս մարդիկ կարող են գիրք գրել, նկարել, ինչ-որ ֆիլմ ստեղծել, ցանկացած ոլորտ, որը պահանջում է նրանցից ստեղծագործական աշխատանք, գեղեցիկը տեսնելու, նկատելու աշխատանք, այն որում պետք է զգալ գեղեցիկը, դա այս մարդկանց մասին է։ Շատ կարևոր է չտրվել սեփական վախերին, որովհետև այս մարդիկ իրենց հետ բերում են որոշակի միստիկական խորհրդավոր վախեր նախկին կյանքերից, կարող են ունենալ վախեր մահի հետ կապված, այլ աշխարհների հետ կապված, ինչ-որ ցածր աշխարհների հետ կապված, սակայն այս մարդիկ ինչքան զբաղվեն իրենց հոգեբանությամբ, իրենց հոգևոր կողմով, մեդիտացիաներ անեն, հրաժարվեն ալկոհոլից, այդքան այդ լուսնի բացասական դրսևորումները կթուլանան եւ կակտիվանան դրական դրսևորումները։ Հաջորդ էներգիան 19-րդ արևի էներգիան է, այս մարդիկ իրական արև են, այս մարդկանց հովանավորը հենց արև աստղն է, որը նրանց տալիս է փայլ, նրանք կարողանում են ամբոխի մեջ, դեպրեսիայի մեջ լույս լինել, կարողանում են դրական ազդել մարդկանց վրա, իրենց հետ բերել լույս, ուրախություն, իրենց շրջապատում տարածել այդ ջերմությունը, ջերմ մթնոլորտը։ Մարդիկ են, ովքեր եկել են այս աշխարհը վայելելու համար, որովհետև հիշեք, մենք չենք գալիս այստեղ մենակ տառապելու, ահա հիմա բոլորը խոսում են, որ երկիր մոլորակը դժոխային աշխարհ է, մենք այստեղ եկել ենք տառապելու, անցյալ կյանքերի մեղքերից ազատվելու համար, բայց իրականում երկիր մոլորակի վրա կան շատ բաներ, որոնք այլ մոլորակներում չկան, գեղեցիկ բնությունը, կենդանիները, ընկերների հետ զբոսանքը, այդ լավ պահերը, ջերմ պահերը, այդ ամենը նույնպես հոգու վայելքներն են, ու հաճախ հոգին ընտրում է, հա, վերամարմնավորվել երկիր մոլորակի վրա զուտ այդ ամեն ինչը վայելելու համար, ու շատ կարևոր է, հա, 19-ների համար հասկանալ, որ անկախ այն ամեն ինչ որ կատարվում է ձեր շուրջը, ես այստեղ 17 թվականի ժամանակ նշեցի, չէ, որ մենք հիմա գտնվում ենք ինչ-որ խառը պատմությունների կենտրոնում, պատերազմ, գիտական
առաջընթաց, հոգևորության զարգացում, շատ կարևոր է այս 19-րդ էներգիայի մարդիկ հասկանան, որ կարևոր չի այն ինչ որ կատարվում է դրսում, կարևոր է այն ինչ որ կատարվում է ներսում։ Լավ ասացված կա, չէ, ասում են նավի համար ընդհանրապես վտանգավոր չի, երբ ինքը ջրի մեջ է, այ վտանգավոր է այն ժամանակ, երբ որ ջուրն է նավի մեջ։ Նույնն էլ 19-ների մասին է։ Եթե դուք կարողանում եք դրական հայացքներ ձևակերպել ձեր մեջ, ձևավորել դրական աշխարհայացք, պոզիտիվ մտածողություն, ամեն ինչ լավ է լինում ձեր ու ձեր շրջապատի համար։ Բայց նաև բացասական կողմը այն է, որ այս մարդիկ հաճախ բարիս բուն իմաստով մանկամիտ են լինում, չեն կարողանում որոշակի երևույթների լրջություն ընկալել, միգուցե դա նույնպես նրանց համար օգնական ինչ-որ հատկանիշ է, միգուցե դա դրական երևույթ է, չգիտեմ, այստեղ սուբյեկտիվ է իմ գնահատականը, ես դա գնահատում եմ բացասական ամեն դեպքում, բայց գուցե դա է հենց նրանց օգնում շատ խնդիրներ հաղթահարել։ Բայց այս մարդիկ մի փոքր ավելի ուշ են հաճախ մեծանում, կարող են հասնել 30 տարեկան, բայց դեռևս օրինակ են փափուկ արջուկով խաղալ, խաղալիքներ հավաքել եւ այլն։ Այս մարդկանց համար շատ կարևոր է այս կյանքում սովորել պատասխանատվություն վերցնել, լինել պատասխանատու սեփական խոսքերի, արարքների ու անգամ մտքերի համար։ Կյանքին մի փոքր ավելի լուրջ վերաբերվել, իհարկե այստեղ գիտեք ալքիմիայի կամ առհասարակ էզոթերիկ գաղափարների մեջ այն է, որ ամեն ինչ միաժամանակ շատ լուրջ է եւ ոչինչ էլ ընդհանուր առմամբ լուրջ ու կարեւոր չի, այստեղ կարեւոր է հա գտնել այդ երկու ծայրահեղական գաղափարների կենտրոնը ու այդ կենտրոնով շարժվել։ Ընդհանուր առմամբ 19-րդ էներգիայով ծնված մարդկանց համար բարդությունները համեմատաբար ավելի քիչ են։ Կարևորը զուտ լինել հողակցված եւ չկորցնել ինքդ քեզ այս աշխարհում։ Եվ հասանք վերջին 3 բարդ լեվելներին, սենց ասած, եթե մինչ այդ տվանշանները ինչ-որ չափով ներկայացնում էին նախորդ 9 թվերի, 9 արքետիպերի ավելի զարգացած դրսևորումներ, ինչ-որ հատկանիշներ ավելի ուժեղ արտահայտումն ու ավելի թույլ երևալը, ապա այս վերջին 3 էներգիաները հոգու մաքրագործման են վերջին կետերն են, իրականում Քաբալայի ուսմունքի համաձայն մարդու հոգին անցնում է զարգացման այս բոլոր 22 ճանապարհներով մինչև հասնի աստվածայինին, այսինքն ոչ միայն ծնվում են, հա, այս էներգիայով ունենում են ինչ-որ հատկանիշներ, այլ նաև կյանքի ընթացքում այդ բոլոր էներգիաներով անցնում են, եւ այս էներգիան առաջինը մեր տրիոից, այսպես ասած, 20-րդ էներգիան է ահեղ դատաստանի էներգիան։ Ահեղ դատաստանի էներգիան հովանավորվում է Պլուտոն մոլորակի կողմից, հաճախ Պլուտոնը հենց որպես մահվան աստված է ներկայացվում է ինչ-որ մութ էներգիա, որը բերում է ինչ-որ կատակլիզմներ, փորձություններ, խնդիրներ, այ Պլուտոնի տրանզիտները հաճախ բերում են հենց այն երևույթները, որոնք Աստվածաշնչի հայտնության գրքում խորհրդանշվում են որպես աշխարհի վերջի ինչ-որ հայտարարություններ, նախանշաններ եւ Պլուտոնի էներգիան ինքը սպանող էներգիա է, բայց միևնույն ժամանակ կարա պարգևատրի։ Ինչպես մահվան էներգիայի ընթացքում, ասացի մահվան էներգիան ֆիզիկական մահը չի միշտ, նաեւ տրանսֆորմացիան է, նույնն էլ ահեղ դատաստանի դեպքում, սա կարմայի ամենաուժեղ դրսևորումն է, երբ որ մարդը հասկանում է, որ իր ցանկացած քայլ այս կյանքում ունենալու է իր պատասխանը, որը նա տալու է լավագույն դեպքում այս կյանքում, իսկ ավելի բարդ դեպքերում հաջորդ կյանքերում եւ մահվանից հետո։ Ոստի այն մարդիկ, ովքեր ծնվել են 20-րդ էներգիայով կամ իրենց ծննդյան թվերը իրար գումարելիս ստանում են 20 կամ այլ հաշվարկով ստանում են 20, պետք է իմանան, որ այս աշխարհ նրանք եկել են հատուկ միսիայով, իրենք պետք է լինեն հնարավորինս անաչառ, չփորձեն քննադատել մարդկանց, չփորձեն մյուսներին վերևից նայել, չբաժանեն էլի, իրենց չդնեն դատավորի տեղ, հասկանան, որ իրենց յուրաքանչյուր քայլ գտնվում է Աստծո ուղղակիորեն ուղիղ վերահսկման տակ եւ նրանք պատասխան են տալու իրենց բոլոր քայլերի համար։ Ես այստեղ չեմ ուզում, հա, ինչ-որ տագնապ մտցնեմ, այս էներգիային վաղ թե ուշ բոլորս էլ հասնելու ենք, բոլորս էլ օրերից մի օր այդ ահեղ դատաստանի առաջ կանգնելու ենք, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ամեն ինչ այս նյութական աշխարհով չի սահմանափակվում։ Ինչպես նաև 20-րդ էներգիան տոհմի էներգիան է, շատ կարևոր է հա այս էներգիայով ծնված մարդկանց պատվել սեփական տոհմը, սեփական ընտանիքի ավագներին, ընդհանրապես խորհուրդ չի տրվում կտրել կապը ընտանիքի հետ, որովհետև տոհմական էգրեգորը նույնպես հզոր պաշտպանություն է մարդու համար այս կյանքում, ու շատ կարևոր է, որ դուք սովորեք հարգել ավագներին, հարգել ավտորիտետներին եւ չմտնել նրանց հետ պայքարի միջև։ Մի փորձեք աշխարհին ապացուցել ձեր տեսակետը, որովհետև միևնույն է այդ պայքարում դուք պարտվող եք լինելու։ Կան չէ մարդիկ, որ բոլորին դեմ են, քրիստոնեությանը դեմ են, վեդյան ուսմունքներին դեմ են, իսլամին դեմ են, ամեն ինչին դեմ են, ու բոլորին փորձում են ապացուցել, որ իրանք են գտել ճշմարտությունը։ Հավատացեք, աշխարհի այդ համակարգերը, էգրեգորները ձեզ ուղղակիորեն կքամեն եւ կգցեն մի կողմ։ Ինչպես նաեւ խուսափեք ծայրահեղականությունից, խուսափեք մարդկանց վրա
մանիպուլյատիվ ազդեցություն ունենալուց, որովհետև ամեն դեպքում այս մարդիկ կարողանում են մարդկանց իրենց դուդուկի տակ, այսպես ասած, պարացնել, մանիպուլյացնել, իրենց սեփական սեկտաները ստեղծել, ինչ-որ ստերի ու իլյուզիաների մեջ պահել, բայց իմացեք, որքան էլ ինչ-որ կարճաժամկետ этаպում հաջողեք, միևնույն է վաղ թե ուշ դրա պատասխանը գալու է։ Եվ 21-րդ էներգիան աշխարհի էներգիան է, իրականում 21-րդ էներգիան համարվում է հոգու վերջին կետը զարգացման, երբ որ հոգին միաձուլվում է այս աշխարհի հետ եւ գտնվում է ամբողջականության մեջ, այսինքն սա այն կետն է, որ հոգին հասկանում է, որ այս աշխարհում ամեն ինչ Աստծո տարբեր դրսևորումներն են, այսինքն ես դուք եք, դուք ես եմ, նա ես եմ, ես նրանք են, սպեսի մի հատ փիլիսոփայական գաղափար, որը վերաբերվում է աշխարհի էներգիային։ Հովանավորը Սատուրն մոլորակն է, ինչպես տեսնում եք քարտի վրա, քարտի հերոսի շուրջը կա պսակ, որը սահմանափակում է նրան ինչ-որ չափով, ինչպես Սատուրնի օղակները, հա, պտտվում են մոլորակի շուրջ, բայց միևնույն ժամանակ այս մարդիկ պետք է հասկանան, որ այս աշխարհում ամեն ինչ ամբողջականության մեջ է, չկա կատեգորիկ ճիշտ ու կատեգորիկ սխալ, պետք է խուսափեն աշխարհը էլի կրկին բաժանումներ տալուց, խուսափեն սեփական մտքերը մարդկանց պարտադրելուց, պետք է ընդունեն մարդկանց այնպիսին, ինչպիսին որ կան, չեմ ասում գնացեք այն ամենավատ մարդկանց հետ ախբերություն արեք, չէ, կարևորը ուղղակի հասկանաք, որ այդ մարդը այդպիսին է ու հրաժեշտ տակ իրան, առանց փորձելու քննադատել, առանց փորձելու վերլուծել կամ հակառակը արդարացնել։ Ընդունեք այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ իր ուղին ունի, իր ճանապարհը ունի ու վաղ թե ուշ ինքն է պատասխան տալու։ Այս էներգիայի մարդիկ պետք է կարողանան հասկանալ այդ կրոնական տարբերությունները, ուսումնասիրեն տարբեր կրոններ, տարբեր էզոտերիկ ուղղություններ, տարբեր փիլիսոփայություններ ու գտնել թե ինչն է այն ֆունդամենտը, որ նույնն է բոլորի համար, որովհետև ինչքան էլ դիզայներական տեսանկյունից, ինչ որ գաղափարական առաջին հայացքներից կրոնները տարբեր են, իրականում բոլորի հիմքում նույն բանն է ընկած, նույն գաղափարն է ընկած, անգամ Աստծո հանդեպ պատկերացումները հիմնականում նույնն են լինում, ուղղակի կարող է մի կրոն պատկերի 10-100 ձեռանի Աստված, մեկը պատկերի մարդու սովորական նման Աստված, մյուսն էլ ուղղակի ասի, որ Աստծուն ոչ մեկ չի տեսել, բայց իրականում կարևորը ոչ թե այդ պատկերազարդումներն են, այլ գաղափարներն են, որոնք բոլորի մոտ գրեթե ամբողջությամբ նույնն են։ Այ 21-րդ էներգիայի մարդկանց համար շատ կարևոր է այդ ամենը հասկանալ ու վարվել դիմացինի հետ այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց հետ վարվեն։ 21-րդ էներգիան նույնպես կարմայի էներգիա է, որովհետև հովանավորվում է Սատուրն մոլորակի կողմից, իսկ Սատուրնը կարմայի տիրակալն է։ Եվ այսօրվա նումերոլոգիայի եւ առհասարակ տարոյի ամենահետաքրքիր էներգիաներից մեկին հասանք, որը ոչ վերջին էներգիան է, ոչ էլ առաջին էներգիան է, 22-րդ էներգիայի հիմարի էներգիայի մասին է խոսքը։ Նումերոլոգիայում այն համարվում է որպես վերջին թիվ, տարոյում ավագ արգաներու առհասարակ տարոյի դրցակի առաջին քարտն է, համարակալվում է 0-ական թվանշանով, այսինքն այստեղ թվանշան էլ չկա, ու հիմարի էներգիան ինքը անցումային շրջանն է, երբ որ 21-րդ էներգիայում հոգին համբարձվեց, դարձավ ամբողջականություն աշխարհի հետ, 0-ական էներգիայում հոգին նորից վերածնվեց ու նորից նույն ճանապարհը պետք է անցնի, այսինքն հոգու զարգացումը ոչ թե շրջան է, այլ պարուրաձև է ու անընդհատ պտտվում է, դրա համար են ավագ արգաներին նաև տարոյի ասում հերոսի ճանապարհ հաճախ, ու այսինքն հոգին անդադար զարգանում է ու անդադար ինչ որ շրջան ավարտելուց հետո level up է լինում, բարձրացնում է իր մակարդակը եւ նույն շրջանը ավելի բարձր մակարդակում ստիպված է լինում նորից կրկնել։ Այն մարդիկ, ովքեր ծնվել են ցանկացած ամսի 22-ին կամ նրանց թվերը իրար գումարելիս ստանում են 22, իմացեք, որ դուք գտնվում եք Ուրանի ազդեցության տակ։ Ուրանը պայթունավտակ էներգիա է, բայց միևնույն ժամանակ Ուրանը նոր գիտություններն են, նոր տեխնիկաներն են, նոր մեթոդներն են ու դուք եկել եք այս աշխարհ նորություն բերելու, նոր գիտելիք բերելու, նոր բաներ հայտնագործելու, այսինքն հին մեթոդները, հին դեպրոցները ձեր համար չեն աշխատի, հին գիտելիքները ձեր համար չեն աշխատի։ Միգուցե անհրաժեշտություն լինի այդ հին գիտելիքները մոդիֆիկացնելու, ինչ որ մի բան ավելացնելու կամ անհրաժեշտ լինի լրիվ սեփական ուղին, սեփական գիտելիքը ստեղծելու համար։ Համենայն դեպս 22-րդ էներգիան այն էներգիան է, որը միաժամանակ համ ամենաիմաստունն է, որովհետև իր հետ բերում է շատ գիտելիքներ նախկին կյանքերից եւ նաեւ ամենամիամիտն ու մանկամիտը բարիս բուն իմաստով այս էներգիայի մարդիկ նույնպես կարող են լինել, իզուր չէ որ այս էներգիան կոչվում է հիմարի էներգիա, որովհետև նրանք իրոք երբեմն կարող են իրենց հիմարի պես պահել, բայց նաեւ հիշեք, որ իմաստունը հենց նրանով, որ գիտի երբ լինի հիմար, երբ լինի իմաստուն, ու երբ որ դուք սովորեք, հա, ընդունել ձեր այդ նախկին կյանքերի փորձը, ձեր նախկին կյանքերի բերած գիտելիքները, որը ժամանակ առ ժամանակ ձեր կյանք գալիս են տարբեր ինտուիտիվ հուշումների տեսքով, դուք արդեն հիմարի էներգիայից կթևակողեք, այսպես ասած, իմաստունի ու փորձառուի էներգիայի մեջ կհայտնվեք։
Այս մարդիկ եկել են այս աշխարհը նորովի բացահայտելու, հա, իրանք չեն եկել ապրելու նախկին ստանդարտներով, նախկին համակարգի կանոններով, ինչպես տեսնում եք, երիտասարդը իր խուրջինը վերցրել է ու հեռանում է, գնում է ուր ինքն էլ չգիտի, որովհետև աչքերը փակ եւ անգամ հավանականա որ ուր որ է ընկնի անդունդը, բայց ամենայն դեպս ինքը վստահորեն գնում է, որովհետև ինքը որոշել է հստակ հայտնաբերել նորը, ապրել այնպես ինչպես ինքն է ուզում, չապրել ուրիշի ստանդարտներով։ Իհարկե հարգել ավանդույթները, հարգել ավանդույթներին բոլորս պարտավոր ենք, բայց միևնույն ժամանակ պետք է թույլ չտանք, որ այդ հին ավանդույթները, այդ հին համակարգը մեզ ուղղակիորեն ճնշի ու թույլ չտա մեզ ռեալիզացվել հենց այնպես, ինչպես որ մենք ենք ուզում։ Հիմարի էներգիան այդ նորարարության մասին է, նոր գաղափարների մասին է, բայց նաև հիմարի էներգիայի վտանգը այն է, որ նրանք հիմարաբար կարող են գնալ ու թաթախվել ամենաոչ պետքական գործերի մեջ, գնալ զբաղվել ալկոհոլիզմով, թմրամոլությամբ, մութ գործերի մեջ, հանցագործությունների մեջ խառնվել, շփվել սխալ մարդկանց հետ, այսինքն հիմարի էներգիան ինքը զրոյական էջն է, մաքուր էջն է, որը մենք կարող ենք գրել ամեն ձևով, իսկ եթե պատկերացրեք հագնենք լրիվ ճերմակ սպիտակ զգեստ ու գնանք մտնենք ցեխերի մեջ, կապ չունի, եթե ցեխից երբ էլ դուրս գանք, այդ հագուստը արդեն ցեխոտված է լինելու, շուտ դուրս գանք մի փոքր ավելի քիչ ցեխոտված կլինի, ու դուրս գանք հնարավոր է լվանալը օգուտ չլինի ու մենք ստիպված լինենք նոր հագուստ ձեռք բերել, բայց միևնույնն է, երբ որ այդ հագուստով դու մտնում ես ցեխի մեջ, դու ինքդ ցեխոտվում ես։ Իմացեք, որ հիմարի էներգիան ինքը ճերմակ, սպիտակ, մաքուր հագուստն է, մաքուր էջն է, որը մենք պետք է զրոյից կառուցենք ու իզուր չի, որ տարոյում այն համարակալվում է հենց զրոյական էներգիայով։ Այսօր այսքանը սիրելիներս, պետք է հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ այս հաղորդումը նվիրված էր արևմտյան նումերոլոգիային հիմնված 22 ավագ հարկաների գաղափարների վրա։ Իսկ եթե ուզում եք ավելին իմանալ, տիրապետել տարո քարտերին, աշխատել տարո քարտերի հետ անվտանգ ճանապարհով, չօգտագործել դրանք գուշակության համար, չվնասել ինքներդ եւ այլ մարդկանց, ապա հետևեք իմ Telegram-յան ալիքին, շուտով այնտեղ կհայտարարվի դասընթացի սկիզբը, կիմանաք մանրամասներ, իսկ եթե ցանկանում եք մասնակցել, ապա գրեք ինձ անձնական նամակ իմ Instagram-յան էջին կամ WhatsApp հեռախոսահամարին, որպեսզի իմանաք պայմանները։ Ինչպես նաև եթե ցանկանում եք ունենալ անհատական տարո խորհրդատվություն, ապա դուք ունեք 1 ամբողջ ամիս այդ խորհրդատվությունը գրանցվելու համար, որովհետև շուտով տարո խորհրդատվությունները չեն լինելու հասանելի եւ խորհրդատվությունները անցկացվելու են համաձայն միմիայն վեդայական աստղաբանության եւ նումերոլոգիայի։ Լավ մնացեք սիրելիներս, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Չմոռանաք մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքներով։